Կարծում եմ, որ հակակոռուպցիոն քաղաքականության այն հաջողությունները, որ կարելի էր արձանագրել միայն քաղաքական կամքով, այդ բոլոր հաջողությունները շատ արագ արձանագրվել են եւ հետագայում հակակոռուպցիոն քաղաքականություն ունենալու համար հարկավոր են ինստիտուցիոնալ զարգացումներ եւ կարեւորում եմ, որ մենք իսկապես կենտրոնանանք մեր ինստիտուտների զարգացման վրա։ Իհարկե, այստեղ խնդիրը շատ ավելի գլոբալ է եւ չի վերաբերվում միայն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, այստեղ մենք խնդիրը պետք է ընդհանուր դատաիրավական համակարգի զարգացման համատեքստում դիտարկենք, բայց ավելի խորը պետք է նաև դիտարկենք սոցիալ հոգեբանության ոլորտում։ Այս առումով ես կարևոր եմ համարում հակակոռուպցիոն կրթության մեր քաղաքականությունը, ընդ որում ես նկատի չունեմ առաջին հերթին դպրոցը կամ մանկապարտեզը կամ բուհը։ Ես էլի ուզում եմ արձանագրել, որ մենք ժամանակին ռազմավարական որոշումներ ենք կայացրել, որ մենք մեր պետական գերատեսչություններում պետք է ապահովենք հաղորդակցություն հակակոռուպցիոն ընկալումները մեծացնելու համար եւ դրա կարիքը միանշանակ կա, որովհետեւ ամեն անգամ եւ որոշակի պարբերականությամբ հիշեցնելը եւ թարմացնելը մարդկանց իրազեկվածությունը կոռուպցիայի եւ նրա տարբեր դրսեւորումների մասին շատ կարեւոր է։ Եվ այս առումով կարևոր եմ համարում նաև, որ մեր օրենսդրությունների փոփոխությունները մեր գերատեսչություններում մենք կարողանանք պաշտոնյաներին եւ այն մարդկանց, ում դա վերաբերվում է, կոմունիկացնենք։ Մենք պետք է ճկուն լինենք, իրոք այո որոշումներ կայացնենք, հետո գնանք տեսնենք կյանքում այդ որոշումը ինչ խնդիր է բերում, վերադառնանք, որտեվ չի լինելու մի կետ, որ մենք ասենք վերջ, մենք աշխատանքը ավարտվեցինք, այլևս ամեն ինչ արված է։ Մեր ընկալման մեջ էլ պետք է փոխվի, որ կոռուպցիայի դեմ պայքարը ինքը իրադարձություն չի, ինքը process է, որ պետք է անդադ շարունակվի։